Այո, Ռոմինան իմ գործընկերուին ներկայացրեց մեր սիրելի երգչուհին Նունե Եսայանի ամբողջ ստեղծագործական բնութագիրը եւ կյանքը, ասենք որ Հայաստանից մեզ է միացել այսօր Նունե Եսայանը, մեր բոլոր ունկնդիրների շատ սիրելի երգչուհին, ողջունում ենք Նունե։ Լսում եք։ Ահա։ Ողջույն։ Ցածր է ձեր ձայնը, բայց լսում եմ։ Հիմա կասենք օպերատորին, եթե հնարավոր է բարձրացնի։ Հայաստան, իմ Արցախ, Հայաստան, Արցախ իմ, Հայաստան, իմ Արցախ, Հայաստան, Արցախ իմ, մենք հարվածում ենք Նունե, շատ շնորհակալ ենք, որ միացաք մեզ հետ, ասեմ, որ մեր բոլոր Ուրուգվայի հայերին եւ նաեւ ասեմ Բրազիլիայից եւ տարբեր Արաբային Ամերիկայում մեզ բոլոր լսող հայերը ձեր երգերը հաճախակի լսում են եւ շատ ձեզ սիրում ենք։ Ասենք, որ նաեւ Հայաստանում երեկոյան ժամ է, դրա համար առանձնապես շնորհակալ ենք, որ այսօրը շաբաթ օրը ձեր հանգստի օրը միացել եք մեզ։ Ողջունում եմ եւ շնորհակալ ենք բոլոր Ուրուգվայի հայերի կողմից։ Ողջույն։ Ողջույն, ես էլ շատ շնորհակալ եմ անչափ շոյված և հուզված եմ, որ արդեն չեմ շփվել ձեզ հետ և ընձեռնեցիք այս հնարավորությունից այսօր շփվելու Ուրուգվայի, Արգենտինայի և Բրազիլիայի։ Շատ շնորհակալ եմ։ Ուզում եմ այսպես սկսեմ հարցս, ինչպիսին է այսօր մեր բոլորի շատ սիրելի Նունե Եսայանը մնալով մեր համար լավ երգչուհի, լավ ստեղծագործական երգչուհի եւ նաեւ որպես մայր, որովհետեւ գիտեմ, որ մի քիչ դժվար է համատեղել ստեղծագործական կյանքը այդ բոլորի հետ։ Մեր օրերում կարծես ամբողջ աշխարհը մեկ է դարձել, ամեն տեղ խնդիրներն են և մեզ մոտ էլ դա կարծես այս փոքր երկրում ավելի մեծ է և աշխատելու հնարավորությունն է շատ քչացել և երգելու պատկերացրեք վերջին իրադարձություններից հետո ընդհանրապես երգել չես ցանկանում բայց քանի որ Աստված մեզ այդ շնորհել է, պարգևել է այդ շնորհը, ուրեմն պետք է մենք շարունակենք երգել, ինչը որ լինի, խոր լինի, ուրախ լինի, պետք է երգել։ Ես շարունակում եմ երգել, եթե հետևել եք, կա բազմաթիվ երգեր այս վերջին տարիների ընթացքում չնայած պատերազմյան այդ ժամանակահատվածի երգերին հիմա կամաց մենք բարձրանալ և մի փոքր նաև լավ երգեր Այո, գիտեմ ինչի մասին եք ասում, այո իհարկե լսում ենք ձեր երգերը, նամանավանդ այն երգերը, որ հաղթանակի մասին է եւ հիմա այս անցյալ պատերազմից հետո գիտենք, որ դժվար է, օրինակ հարց կտամ, նաեւ ոչ ստեղծագործական ինչպիսին եք հիմա 1 տարի հետո տեսնում Հայաստանը եւ Արցախը, ինչպիսին եք պատկերացնում Նունե Երազանք, երբ որ երազիր ասում են, ես երազում եմ, որ լինի նույն Արցախը, նույն Հայաստանը և վերադառնան մեր զինվորները, բայց իհարկե այդ ամենը հնարավոր չի։ Մենք մեր երգերի միջոցով կարող ենք իրենց գովերգել ու հիշել, պահել նրանց հիշատակը։ Արցախը թե երբ կվերադառնա եւ մերը կլինի նորից մենակ մեծ հզոր երկիր դա էլ չեմ կարող ասել Աստված մեծ է հուսով եմ
Եթե նույնիսկ դա տեղի ունենա, իսկ դա անպայման լինելու է գոնե առանց զոհերի։ Ես դա եմ ասում եմ։ Մենք բոլորս ձեզ լավ ճանաչում ենք ձեր երգերով, բայց կուզենամ օրինակ հարց տալ բոլոր ունկնդիրներին, ինձ թվում է հետաքրքիր է այն ունի Եսայանի սիրելի վայրերը Հայաստանում եւ Արցախում, կարող եք ասել, ունեք ինչ-որ սիրելի վայրեր, որ կարող եք նշել։ Գիտեք, ես երկար տարիներ դեռ 90-ական թվականներից ամեն տարի մեկնում էի Արցախ եւ այնտեղից քաղաք գյուղ վերադառնում համերգներով իհարկե եւ դա լինում էր 40 համերգ, 50 համերգ երբեմն եւ բոլոր վայրերը, բոլոր գետերը, ջրերը, աղբյուրները անտառները չեք պատկերացնի, բոլորն էլ ինձ համար սիրելի է։ Չկա մի վայր, որ ես ասեմ, սա սիրում եմ, սա չեմ սիրում։ Ժայռերն եմ սիրում, անտառներն եմ, բույներն եմ սիրում, ծաղիկներն եմ սիրում, այնպես որ մարդկանց եմ ավելի շատ սիրում։ Տարբեր մեր քաղաքներում գիտեմ, տարբեր մարդիկ են եւ բնակության վիվակրենակետով, այնպես որ ես բոլորին եմ սիրում եւ քիչ առաջ մտածում էի, որ դուք այդքան հեռու չգիտեմ տանին քանի անգամ գալիս եք, չեք գալիս այդտեղից, բայց ես ցանկանայի, որ ձեզանից ամեն մեկը անպայման անկասկած հիմար հավաքի մի կողմ ունի եւ տարվա մեջ գոնե մեկ անգամ դա լացել մեր երկիր, որովհետեւ մենք ձեր կարիքը շատ ունենք, Հայաստանը ձեր կարիքը շատ ունի։ Մի թողեք մենակ Հայաստանի ինքը փոքրիկ երեխայի նման սիրել այդպես։ Ես ես ձեր վերջի խոսքերը որպես օրհնանք եմ ընդունում, որովհետև ես ինքս շատ եմ ուզում եւ ոնց նշեցիք, նախ հեռավորությունը, հետո պանդեմիան եւ հետո նաեւ շատ բան փոխեց մեր կյանքում, չէ։ Նաեւ ուզում եմ հարցնեմ ձեզ ձեր երգերի մեջ կար ինչ-որ նախընտրելի երգ, որ սիրում եք։ Չէ, դա էսի հարցը, որ չէ։ Բոլորը սիրում եք։ Հա, բոլորը իրենց տեղն ու տրամադրությունը ունեն։ Ամեն մեկը, եթե ուրախ եմ, մի երգ եմ սիրում, եթե տխուր եմ, մի ուրիշ երգ եմ հիշում, իսկ եթե դրանք ձայնագրվել են, ուրեմն սիրելի է, ուրեմն ես շատ եմ ցանկացել, որ ունենամ իմ երգադարանում։ Անկեղծ եմ ասելու, որ շատ կուզենամ մեր հիմիկվա չէ, երիտասարդների մեջ ունենանք այնպիսիները, ինչպիսին դուք եք, օրինակ անկեղծ ուզում եմ պատասխանեք մեր հիմիկվա, մեր ժամանակներում երիտասարդ կատարողների մեջ, ինչն է, որ շատ պակասում է, ինչը կավելացնեք։ Գիտեք, հիմա ոչ միայն մեզ մոտ ամբողջ աշխարհում երգը դարձել է ավելի շատ բիզնես։ Երգում են ինչ հենց հիմա պետք է, ռիթմերը, եթե ինչ-որ մեկը արեց, հաջողեց, բոլորը փորձում են կրկնօրինակել, որ իրենք է։ Երգը դարձել է անորակ, անճաշակ։ Ես կուզենայի, որ երգը ծանվեր, ինչպես որ առաջներում է եղել։ Այսպես արթնացել ես ու եկել է այդ երգը։ Իսկ հիմա երգերը ստեղծվում են, պատվիրվում են, թեման տալիս է, սա եմ ուզում, այդ արդեն երգ չի աղեք, դինում է արդեն չի գա։ Այդ պահի նվեր ինչ-որ մեկի, հարսանիքին ուներ, ծնունդին ուներ, իհարկե հնչում են այդ երգերը, բայց միևնույն է շատ կարճ երգ։ Ես ինքս ապրելով Ուրուգվայով հաստատ կասեմ, որ այստեղ հայկական մեր լավ երաժշտությունը շատ ենք լսում, նամանավանդ ձեր երգերն մեր եթերում շատ է հնչում ու գիտեմ, որ նաև ճաշակ է զարգացնում շատերի մոտ, բացի այս ամենը ուզում եմ իմանալ մեր սիրելի Նինե Եսայանը ինչ ստեղծագործություններ, ինչ երաժշտություն է սիրում լսել, բոլորիս հետաքրքիր է։ Լսել։ Ահա, օրինակ բացից օրվա մեջ ես համարյա թե երաժշտություն չեմ լսում։
չեմ լսում ճիշտն ասած, հանգստանում եմ, որովհետև մենք մեր կյանքի բերումով, աշխատանքի բերումով ամբողջ օր երաժշտության մեջ ենք լինում եւ դա մեր խոհանոցն է, այսինքն եթե մենք երգ ենք ձայնագրում, նույն երգը մոտ 50 անգամ այդ օրը կարող ենք լսել, որպեսզի հասկանանք որտեղ է սխալ, որտեղ է ճիշտ եւ դրանից հետո հոգնում ենք շատ։ Մյուս ժամանակահատվածը ես լռությանն եմ տրամադրում, ավելի շատ չեմ լսում ոչ մի բան, որպեսզի մաքրվի, ուղեղս մաքրվի, որ հետո անցնեմ արդեն մյուս երգին։ Շատ լավ։ Ինչ ծրագրեր ունեք, մոտ ապագայում ունեք նոր երգեր, մի քիչ պատմեք ձեր մասին։ Այո, բարեբախտաբար հիմա մեզ մոտ էստեղ բացի մեծ դահլիճներից Երևանում, ճիշտ է համերգներ շատ քիչ է լինում մեծ դահլիճներում, փոքրիկ դահլիճներում են սկսվել համերգներ, ավելի շատ, եւ շատ հաճախակի արդեն մենք այդտեղ ենք համերգներ ունենում, փոքր հանդիսատեսի, քիչ հանդիսատեսի հետ ենք հանդիպում եւ շատ ավելի ջերմիկ է ու մտերմիկ է լինում, շատ հաճելի է, համեցեք դուք կարող եք մասնակցել, եթե Երևանում լինեք, եւ նոր երգեր այո ձայնագրվում են անընդհատ, այնպես է որ կան մի քանի երգահաններ, կոմպոզիտորներ, ովքեր վերջերս ինձ համար գրում են եւ անընդհատ շատ գեղեցիկ երգեր են ստացվում։ Շատ լավ։ Ասեմ, որ մեր հյուրերից մեկը Ժակելինը այսօր հիշեց, որ դուք եկել եք Ուրուգվայ տարիներ առաջ եւ այսպես շատ խնդրալի հայացքով ինձ ասում է Լուսին խնդրում եմ կհարցնես երբ կգան ու Երասանը մեր մոտ էլի։ Ուրուգվայ։ Ահա, շատ հեռու այո Ուրուգվայ։ Երբ որ վերաբերեք եւ Ուրուգվայ եւ Արգենտինա եւ Բրազիլիա ես եղել եմ Իտալիա։ Այ դրա հետ կապ շատ լավ։ Դրա հետ կապված հարցս այսպեսին է, որովհետև շատ մարդիկ ասում են, «Օй, շատ հեռու է»։ Ձեր համար ինչպիսին է ճանապարհը դեպի Ուրուգվայ։ Շատ հեռու, իսկապես շատ հեռու է, բայց արտիստի համար առաջին է, իսկ երբ այդ ամբողջ ճանապարհը կտրում ու հասնում ես այնպիսի վայր, որտեղ քո հայերն են, դա հաճույք է տա։ Դրա համար դուք հրավիրեք, մենք մի քիչ կտանջենք ճանապարհին, բայց հետո այդտեղ կվայելենք։ Նույնը ես վերջերս նայում եի եւ շուտվանից դե միշտ հետևում ենք, բայց ասեմ, որ հրաշալի զավակներ ունեք, իսկական հայի աչքերով, շատ սիրուն է երկուսն է եւ ուզում եմ մի փոքր խոսեք որպես մայր, ինչպիսին եք տեսնում ձեր երեխաների ապագան։ Ինչպիսին օրինակ տեսնում եք երգարվեստի մեջ, որովհետեւ ձեր աղջիկը բավականին լավ երգում է։ Արի Հենց աղջկա անունը տվեցիք երևաց ընդեղի։ Իրենք շատ լավ երկուսն են, նկարում է Էլիզաբեթը, ողջույն, ասա ողջույն բոլորին։ Իրենք երկուսն են շատ տաղանդավոր են, բայց դեռ չեմ կարող ասել ինչ կդառնան, ինչ մասնագիտություն կընտրեն։ Թող մեծանան իրենք որոշեն, մենք ուղղակի կուղղորդենք, կօգնենք, բայց որոշումը իրենց է։ Շատ լավ։ Ինչ եք ուզում մոտ ապագայում մեր բոլորի համար, մեր հայերի համար։ Ես ոչ միայն հայերի համար, աշխարհի կառավարություն եմ ուզում որևէ, այլևս մի քանի հոգու պատճառով մարդիկ չտուժեն, մարդկանց պրինցիպների պատճառով մահեր զոհեր չլինեն, ես շատ եմ զայրանում, երբ քաղաքականությունը մարդկանց ճակատագրերի հետ է խաղում, ես չեմ կարողանում ընդունել, ես ուզում եմ մարդիկ հանգիստ ապրեն, հանգիստ ծնվեն, հանգիստ մահանան, իրեն ժամանակին, և պատերազմներ չլինեն, մեր այս երկի մոլորակացությունների ենթարկվեց ու Աստված զայրացել է, եթե մի քիչ էլ զայրանա, շատ ավելի ճակատագրական
կլինի մեր բոլորի վիճակը։ Դրա համար պետք է խելքի գանք եւ բոլորս այնպես անենք, որ մեր շրջապատում, մեր ընտանիքում, մեր գործի մեջ ամենտեղ խաղաղություն լինի։ Ոյ, ունակ անկեղծ պիտի խոսենք, որովհետև այսօր դա մեր կյանքն է, պատերազմից հետո փոխվել են ունեեսանը։ Կարողանում եք ստեղծագործել այնպես, ինչպես որ առաջ։ Այդ երանդը չկա, ճիշտ ասած, իհարկե, անընդհատ այդ հիշողությունները կան, անընդհատ դու հասկանում ես, որ ձեռքեր բարձրացնելու և պարելու պատրաստվելիս անընդհատ հիշում ես, որ երագրում երեխաներ։ Այդ երբեք չի ճիշտել մեր շրջանից։ Այստեղ օրինակ շարունակում է, ուզենք չուզենք կյանքը շարունակում։ Օրինակ մենք շատ ուրախ ենք, որ մարտի մոտ օրերս չէ, մարտի 8-ին է, օրինակ Հայաստանում նշվում է կանանց գեղեցկության տոնը, բայց այստեղ ասեմ, որ ավելի շատ լինում են բողոքի ցույցեր, այսինքն կանանց իրավունքները պաշտպանելու համար, եւ նույնը այսօր մեր թեմայի մեջ հաղորդման մեջ խոսեցինք, որ Հայաստանի կանանց համար, այն կանանց, որոնք որ զավակներ են կորցրել, ինչքան դժվար տարի է եւ իհարկե տեսնելով հետևելով ձեզ գիտեմ որ նաեւ զինվորներին համար շատ մեծ աշխատանք է կատարում եւ իրոք շնորհակալ ենք եւ պիտի ունենաք այդ ուժը պիտի ունենաք որովհետեւ դա պետք է նախ եւ առաջ նրանց նաեւ այն վիրավոր զինվորներին որոնց համար դուք անում եք այդ ամենը կուզենամ նաեւ վերջում Եթե ցանկություն կա, եթե կուզենաք, եթե այդ տրամադրությունը կա, այդ ձայնը կա, մեզ համար ինչ-որ կատարում բոլոր Ուրուգվայի մեր եւ հարավային Ամերիկայում, չեմ ուզում Ուրուգվայ ասեմ, որովհետեւ տարբեր տեղերից մեզ լսում են։ Այդ գիտեք ճիշտ եք ասում, այն մայրերը, ովքեր կորցրել են իրենց զավակներին, կարծես կամաց սպիանալու է Բայց այն մայրերը, ովքեր որոնց երեխաները վիրավոր վերադարձել են ու մինչև կյանքի վերջին պաշտպանական պետք է ապրեն, դա ավելի չէ, բայց էլի դաժան շատ ցավալի է։ Ես բազմիցս հանդիպում եմ այդ զինվորներին, իրենց հետ ժամանակ ենք անցկացնում, երգում են, նույնիսկ պարում են անդրամալույց այդ տամանելի հետ, չեք պատկերացնի ինչ եղանդով, կարծես ոչինչ չի եղել։ Այդ ուժը որ կա իրենց մեջ, ոչ ոք չունի մեզանից։ Եվ հենց վերջերս էլ նորից մի հանդիպում էր, էլի մոտ 50 զինվորների հետ հանդիպել էինք, այդպես ժամանակ ենք անցկացնում։ Երկուսը փորձեցին երգել ու շատ լավ երգեցին, վիրավոր երեխաներ են, դեռ բուժում։ Հիմա ես որոշեցի իրենց հետ երգձայնագրել, անցյալով ստուդիոյում էինք եւ երգձայնագրեցինք, շատ շուտով օպտիկ տեսանողի միջոցով ձեզ էլ կհասնի YouTube-ում կլինի դեպաների շատ հետաքրքիր է Ադամը եւ Աշոտը ու շատ երկար էինք ընտրում թե ինչ երգեր են հետո իրեն որոշեցին երգել իմ Հայաստան երգը վերջերս ձայնագրեցի եթե դիտել եք այո Հա, ու հենց այդ երկն ես հիմա կուզեի մի մաս երկել, որովհետև հենց այս մեր հանդիպման մասին է։ Շատ լավ։ Եվ մեր այսօրվա Հայաստանի մասին է, ինչպես էր, մեր պապերից շատ չէ, ոնց է երկը։ Հայաստանը ու մեզանից շատերը թողել են ու հեռացել սակայն կգա օրը փառքի հայը կհաղթանակի ու մեր փոքր Հայաստանը կվերածվի մեծ հայքի
Հայունի մի ազգանուն այրանով է վերջանում, Հայաստանը միայն հայով է հզորանում, Հայունի մի ազգանուն այրանով է վերջանում, Հայաստանը միայն հայով է Այսօր կվերադառնան բոլորը Հայաստան, գուցե մենք չլինենք, բայց այդ օրը գալու է Եվ մեծ հայք կդառնանք նորից եւ բոլորս կապրենք խաղաղ ու մեծ Հայաստան։ Շատ շնորհակալ ենք, շատ շնորհակալ ենք, շատ հուզված ենք, բոլորի անունից եմ ասում։ Սիրելի, հարգելի Նինե Եսայան այսօր մեր հետ էր, մեր հյուրն էր։ Մաղթում եմ, որ այդ ձեր բոլոր խոսքերը որպես օրհնանք լինեն, այս երգը այսօր մեր եթերում նաև հնչել է մի քիչ մոտ 1 ժամ առաջ ունեինք հենց այս երգը այո ձեզ շատ սիրում ենք նույնը շատ սիրում ենք բոլորս ձեզ մաղթում ենք առաջին հերթին այն որ ասում եք պետք է ուժեղ լինենք բոլորս ես հավատացած եմ որովհետև հայ կանայք ուժեղ են որովհետև պատմությանը նայելով եղել են ցեղասպանությունը 90-ական թվականների պատերազմը այդ ժամանակ ես Հայաստանում եմ եղել եւ տեսել եմ ինքս ասեմ որ հավատում ենք ձեզ եւ ձեր երգերով ուզում ենք որ միշտ ուրախացնեք եւ ուժ տաք առաջին հերթին եւ մեր զինվորներին եւ նրանց ընտանիքներին համբուրում ենք ձեզ գրկում ենք եւ ուզում եմ ողջունի խոսքով ավարտենք մեր եթերը խնդրեմ Ես ուզում եմ որ բոլորը առողջ լինեն բոլորդ զբաղվեք ձեր սիրած գործով եւ դրա հետ մեկտեղ կարողանաք օգտակար լինել ձեր երկրին, ձեր Հայաստանին, այսինքն մեր Հայաստանին։ Հիմա Հայաստանը ձեր բոլորի օգնության կարիք շատ ունի, բայց միևնույն ժամանակ նորից չմոռանաք այցելել։ Հեռվից ձեր օգնությունը մեզ պետք չի։ Կգաք այստեղ, դիպեք տեղում, բոլորս միասին կորոշենք, թե ինչպես անենք, որ ստեղծենք և ծաղկացնենք մեր երկին։ Շատ լավ, շնորհակալություն, մեր հետ էր, մեր բոլորի շատ սիրելի Նինե Եսայանը։ Շնորհակալ։ Շնորհակալություն։